Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ և աստվածահաճո, դա է ձեր հոգևոր պաշտամունքը, և մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Մեր միտքը սուրբ լինելու մարտադաշտն է, սրբության համար պայքարը սկսվում է մտքից, միտքը բոլոր բարոյական գործողությունների աղբյուրն է, եթե այն ապականված է, այն ամենը, ինչ հոսում է դրա միջով, անմաքուր է ու անպիտան։ Աշխարհային կերպարանք ունեցող միտքը չի կարող սուրբ կյանք արտադրել։ Մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք թողնում ներս, մեր մտքերի մեջ, որովհետև մտածմունքները որոշում են մեր բնավորությունը և թելադրում մեր գործողությունները։ Ապականված միտքը կույր միտքն է։ Աստված մեր մտքի աչքերը բացելու համար ուղարկեց իր Որդին, որպեսզի կարողանանք վերագտնել մեր հոգևոր տեսողությունը և ամեն օր ավելի մոտենալ Աստծուն։ Առաքյալը կոչ է անում փոխակերպել միտքը և շարունակ նորոգվել մտքի նորոգությամբ։ Միտքը նորոգվում է, երբ այն շարունակաբար լցվում է Աստծո խոսքի ճշմարտություններով և այլևս տեղ չի մնում աշխարհային գաղափարներին։ Աստծո խոսքով լցված միտքը ձևավորում է անձի բնավորությունը, սկզբունքները, ցանկությունները, սերն ու ընտրությունները։ Այն, ինչ կարդում ենք, լսում, դիտում և մտածում, կամ մոտեցնում է մեզ Աստծուն, կամ հեռացնում Նրանից։ Միտքը սրբվում է, երբ մեր ներսի այգին Աստծո խնամքին է հանձնվում։ Ուր Աստծո շնորհն է տնկված, մեղքը մոլախոտի պես հեռացվում է և այլևս տեղ չունի այնտեղ։ Եկեք այսօր ապրենք մեր մտքի դռները բաց պահելով Աստծո կենարար խոսքի հանդեպ և ամուր փակենք մեղքի ու աշխարհային գաղափարների հանդեպ։ Հայր, մաքրիր իմ միտքը և պահպանիր այն մեղքից, թող իմ միտքը լինի այն վայրը, որտեղ քո խոսքիդ ճշմարտությունն է առատորեն բնակվում։ Ամեն։